Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին դատավոր Արտակ Բաբախանյանի նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գալեգին Բ-ի եղբորը 68-ամյա Գևորգ Ներսիսյանին եւ որդուն Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի, այն է քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ Գևորգ Ներսիսյանը եւ Համբարձում Ներսիսյանը ցուցմունքներ են տվել, ներկայացվել է տեսագրությունը քննիչին։ Հոկտեմբերի 27-ին կորելուց եւ օրեր շարունակ անդադար որոնումներից հետո 3 նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի բնակիչ 3-ամյա Տիգրանին գտել են մահացած։ Երեխայի մարմինը հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա դաշտամիջյան հատվածում։ Որոնումներին մասնակցում էին բազմաթիվ ոստիկանական փրկարարական ծառայողներ, կամավորներ, սակայն երեխային գտնել չէր հաջողվում։ Սվետլանա Լևոչկին անով մասնակցել է երեխայի որոնողական աշխատանքներին որպես կամավոր, հայտնել է, որ այն վայրում, որտեղ գտել են երեխայի դին, իրենք բազմիցս նայել են, ոչ մի հետք այնտեղ չի եղել։ Երևանում անցած շաբաթ 700 մարդ ուղղանվել է ուղևորձ չվճարելու համար։ Այս մասին նշվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։ Ուղևորձ չվճարողներին տուգանելու որոշումը ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Խախտումների համար տուգանքները տատանվում են 3000-ից մինչև 15000 դրամ։ Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ Արցախից տեղահանվածներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիության համար, ներկայացրել են Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից։ Ղարաբաղից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դիմումներ կարող են ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ Երևանում Զաքյան 3 հասցեում գործող ՄՔԾ ստորաբաժանումում, մարզերում բոլոր ստորաբաժանումներում, Ներքին գործերի նախարարության սպասարկման գրասենյակներում, շրջիկ ձևաչափով ծառայության գլխամասային գրասենյակում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Դիմում հարցաթերթիկ 070 ծածկագրով վավեր անձնագիրը եւ ժամանակավոր պաշտպանության վկայականը, 35-45 մմ չափի 6 լուսանկար գունավոր, ծննդյան վկայականը եւ դրա պատճենը, ամուսնության կամ ամուսնալուծության վկայականը, դրա պատճենը եւ ամուսնու անձնագրի պատճենը, եթե փոխել է ազգանունը ամուսնության հիմքով, անձնական տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ փաստաթուղթ, եթե անձը կատարել է նման փոփոխություն, պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ Մինչև 18 տարեկան անչափահասներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը շնորհվում է պարզ անձնագրավորման կարգով 5 աշխատանքային օրվա ընթացքում։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից տեղահանված եւ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին կատարված փոփոխությունների արդյունքում։ Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նա նաև նշել է, որ Սարգիս Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքային աղբավայր ՓԲԸ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Թեհրանի Իմամ Քամենի Airport City Company ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ Վիեննայի եւ Թեհրանի միջև ուղիղ չվերթները կվերսկսվեն երկուշաբթի, հավելելով, որ եվրոպական ավիաընկերությունները, ինչպիսին է Lufthansa-ն, վերադառնում են Իրան, հայտնել է Mehr News-ը։ Ընկերության խորհրդի գործադիր նախագահ Ռամին Քաշեֆազարը տեղական իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Վիեննա-Թեհրան-Վիեննա երթուղով չվերթներ իրականացվող ավստրիական ավիաընկերությունները վերսկսում են թռիչքները երկուշաբթի առավոտյան։ Իրանցի պաշտոնյան հավելել է, որ Թեհրան-Ֆրանկֆուրտ երթուղով Lufthansa-ի չվերթները կվերսկսվեն առաջիկա 2 ամսվա ընթացքում։ Քաշեֆազարը հավելել է, որ եվրոպական ընկերությունները ձգտում են վերադառնալ Իրան, ինչի մասին կհայտարարվի, հենց որ նրանց վերադարձն ու աշխատանքը ավարտեն։ Իրանի միջուկային ծրագիրը լիովին խաղաղ բնույթ է կրում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկրի միջուկային արդյունաբերության ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Մեր միջուկային ծրագիրն ամբողջությամբ կենտրոնացած է ժողովրդի խնդիրների լուծման եւ քաղաքացիական կարիքների սպասարկման վրա։ Մեր թշնամիները փորձում են համոզել, թե մենք ձգտում ենք միջուկային ռումբ ստեղծել, սակայն Գերագույն առաջնորդի Ֆեթվայի համաձայն նման զենքի օգտագործումը արգելված է։ Գիտությունն ապրում է մեր գիտնական
Ռուսաստանների մտքում եւ շենքերի ու գործարանների ոչնչացումը ոչինչ չի փոխի։ Մենք կվերականգնենք եւ դա կանենք ավելի մեծ ուժով, նշել է նախագահը։ Այսօր վաղ առավոտյան Աֆղանստանի հյուսիսային Մազարի Շարիֆ քաղաքի մոտակայքում տեղի ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 260-ը վիրավորվել են։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են տեղի իշխանությունները։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 28 կիլոմետր խորության վրա Մազարի Շարիֆի մոտակայքում, որի բնակչությունը կազմում է մոտ 523,000 մարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գազայի հատվածում հրադադարը անվանել է կայուն։ Զինադադարը փխրուն չէ, այն ամուր է, ասել է ամերիկացի առաջորդը CBS News-ին տված հարցազրույցում։ Թրամփը նաև ասել է, որ արմատական պաղեստինյան Համաս շարժումը կարող է անմիջապես վերացվել, եթե այն չհետևի խաղաղության պայմաններին։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը եւ Համասը Եգիպտոսի, Քաթարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնեցին իրականացնել Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Գազայում հրադադարը ուժի մեջ մտավ հոկտեմբերի 10-ին։ Կրթությունը պահպանողական երևույթ է, դասագրքեր, գրատախտակներ, տնային առաջադրանքներ, այս ամենը գոյություն ունեն տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ, սակայն կա մեկ տար, որը չի կարող գրվել ձեռնարկում կամ տպագրվել դասագրքի էջերում։ Իսկական հետաքրքրությունը հենց սա ինչ իրենց հետ բերում են 8 ռուս ուսանողները, որոնք 2025 թվականի նոյեմբերին գալիս են Հայաստան ռուսերենի համար կամավորական շարժման նախագծի շրջանակներում։ Նրանք զբոսաշրջիկներ կամ մասնագետներ չեն, որոնք աշխատանքի են անցել։ Նրանք ապագա բանասերներ եւ ուսուցիչներ են, որոնք անցել են խիստ ընտրության գործընթաց, տեսապորտֆոլիոներ, թեստեր, շարադրություններ, ապա 3-օրյա վերապատրաստում ֆինանսական համալսարանի կամավորական դպրոցում։ Երկրի 18 համալսարաններից 68 եզրափակիչ փուլ անցածներից միայն 33-ին է տրվել Ռուսաստանը արտասահմանում ներկայացնելու իրավունք։ Նրանց աշխարհագրությունը տատանվում է Հայաստանից մինչև Եգիպտոս, Қырғызстанից մինչև Շրի Լանկա։ Պատահական չէ, որ 8 ուսանողներն ընտրել են Հայաստանը։ Ռուսերեն այստեղ դեռ կենթանի է, բայց այն արդեն նոր խթանի կարիք ունի։ Ինչ են նրանք անելու, անցկացնելու են ինտերակտիվ դասընթացներ, գրական երեկոներ, վիկտորյաներ եւ վիկտորինաներ եւ վարպետության դասեր։ Քննարկելու են Պուշկինին, Բուլգակովին եւ Եսենինին առանց դրանք դպրոցական պարտականություն դարձնելու։ Ցույց են տալու հայ դպրոցականներին, որ ռուսերենը պարզապես մատյանում գնահատական չէ։ Այն լայն մշակութային տարածքի ռուսական համալսարաններում կրթության, ԵԱՏՄ երկրներում աշխատելու, Դոստոևսկին բնօրինակով կարդալու կամ ռուսերեն ֆիլմերն առանց ենթագրերի դիտելու հնարավորության բանալին։ Ինչու է սա անհրաժեշտ, որովհետև այսօր Հայաստանում ռուսերենի հետ կապված իրավիճակը երկակի է։ Մի կողմից թվերը տպավորիչ են, բնակչության 70-ից 80%-ը խոսում են ռուսերեն, կա ավելի քան 60 դպրոց, որոնք առաջարկում են լեզվի խորացված ուսուցում եւ հրատարակվում են ռուսալեզու պարբերականներ։ Մյուս կողմից 2024 թվականին ռուսերենը պաշտոնապես ստացավ օտարլեզվի կարգավիճակ, ինչն արդեն հանգեցրել է մի շարք դպրոցներում դասավանդման ժամերի կրճատմանը։ Լեզվական միջավայր գոյություն ունի, բայց այն կարող է դանդաղորեն կրճատվել, եթե այն պահպանելու համար էներգիա չներդրվի։ Եվրոպան պետք է պատրաստ լինի, որ Ռուսաստանը Բրյուսելից փոխհատուցում կպահանջի ուկրաինական հակամարտության համար, հենց արևմուտքն էր հրահրել Ուկրաինայում զինված հակամարտությունը։ Նման կարծիք է հայտնել ֆինական ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդ Մեման։ Այս պատերազմն ամբողջությամբ հրահրվել եւ կազմակերպվել է արևմուտքի կողմից։ Իրականում Ռուսաստանը երբեք հատուկ գործողություն չէր սկսի Ուկրաինայում, եթե Մինսկի համաձայնագրերը պահպանվեին, նշել է քաղաքական գործիչը։ Մեմայի խոսքով հենց այդ պատճառով էլ Ռուսաստանը կարող է 200 միլիարդ եվրո փոխհատուցում պահանջել Եվրոպայից Ուկրաինայում իրավիճակի կարգավորումից հետո։ Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյունգը Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ երկու երկրները կշարունակեն համագործակցել ռազմական անվտանգության ոլորտում, հիմնվելով առկա համագործակցության վրա, ինչպիսին է կործանիչների համատեղ մշակումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նախագահները բանակցություններ են վարել Հարավային Կորեայի Կյոնջու քաղաքում անցկացվող Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովի շրջանակներում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Air Force One-ի ինքնաթիռում լրագրողներին ասել է, որ Միացյալ Նահանգները եւ Կանադան առևտրային բանակցությունները վերսկսելու ծրագրեր չունեն։ Reuters-ի տվյալներով ամերիկացի առաջնորդը մեկնաբանությունն արել է Օտավայի հետ առևտրային բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Կանադացի պաշտոնյաների կողմից հովանավորվող գովազդի հեռարձակումից հետո, որը քննադատում էր ներմուծման մաքսատուրքերը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրի նպատակն է վերսկսել առևտրային քննարկումները Կանադայի հետ հիմնական հանքանյութերի, նավթի եւ գազի վերաբերյալ, սակայն նա ընդգծել է, որ երկու երկրների միջև տարաձայնությունները առաջացել են լավ պատճառներով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթված է Ռուսաստանի զինված ուժերի Պոսեյդոն տիեզերանավի եւ Բուրևեստնիկ հրթիռի հաջող փորձարկումներից, ուստի նա քաղաքականապես արձագանքեց հայտարարելով միջուկային փորձարկումների մասին։ RIA Novosti-ին ասել է ԱՄՆ հետազոտության նախկին սպա Սկոթ Ռիթերը. «Ես կարծում եմ, որ սա նախագահի կողմից քաղաքական քայլ էր ի պատասխան Ռուսաստանի տեխնոլոգիական առաջընթացի, որը նրան անհարմար դրության մեջ դրեց», ընդգծել է նա։ Մասնագետի խոսքով ԱՄՆ միջուկային զենքի փորձարկումների հետևանքները մնում են անորոշ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Միխայ Պապշոյին Մոլդովայի փոխվարչապետի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու արդիվ։ Արարատ Միրզոյանը X-ում գրել է. «Շնորհավորում եմ Միխայ Պապշոյին Մոլդովայի փոխվարչապետի եւ արտաքին գործերի նախարարի պաշտոններում վերանշանակվելու արդիվ։ Ակնկալում եմ մեր երկխոսության ակտիվացում միտված երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրների ժողովրդավարական ինստիտուտների դիմակայության ուղղությամբ ջանքերի մեկտեղմանը»։ Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքում արդեն մեկ օր է ինչ որոնում են 74-ամյա Ժաննա Անտոնյանին։ Ըստ ընտանիքի անդամների տարեցկինը 3 ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ այլևս չի վերադարձել։ Վարդանաշենի վարչական ղեկավար Միհրան Հովանիսյանի խոսքով որոնողական աշխատանքները շարունակվում են։ Երեկվանից հետները փնտրում ենք, առավոտվանից էլի նույն ձև կամերաներով հսկելով բոլոր հնարավոր ուղղություններով նայում ենք, բայց այս պահին ոչ մի ինֆորմացիա չունենք։ Ընտանիքը Ղարաբաղից է, ապրում են մեր գյուղում, առողջական խնդիրներ ունի, գուցե հենց դա է պատճառը։ Մինչև հիմա փնտրում ենք, խորը առուներ, ջրատարներ, շենքեր, ամեն ինչի մեջ նայում ենք։ Ոստիկանությունն էլ է ներգրավված, գիշերվանից աշխատում են, ասաց վարչական ղեկավարը։ Նրա խոսքով որոնումներին մասնակցում են ինչպես իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ գյուղի բնակիչներ։ Ժաննա Անտոնյանը Արցախից է։ Նրա թոռը Արտակը պատմեց, որ տատը չէր հաշտվում հայրենիքի կորստի հետ։ Միշտ ասում էր՝ իմ տուն եմ գնում։ Միայն պապիկիս էր հիշում, ամեն օր իրերը հավաքում էր ու պատրաստվում վերադառնալ Արցախ, նշում է Արտակը։ Ընտանիքի փոխանցմամբ կինը հիշողության խնդիրներ ունի։ Նրանք ապրում են Վարդանաշենում դստեր եւ Փեսայի հետ։ Ընտանիքը հույս ունի, որ Ժաննա Անտոնյանին կհաջողվի գտնել ողջ եւ առողջ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով կգտնվի Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Կահիրեում։ Եգիպտոսի նախագահի հրավերով հանրապետության նախագահը կմասնակցի Եգիպտոսի ազգային թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Այցի շրջանակներում նախատեսվում են նախագահի մի շարք հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Վրաստանի իշխանությունները որոշել են այլևս չեն մասնակցի Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի նիստերին հանրապետության նկատմամբ անարդար վերաբերմունքի պատճառով։ Սրա մասին գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին X-ում։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, այս որոշումը կայացվել է, քանի որ Երևանում կայացած Եվրանեստի վերջին նիստում ընդունվել են մի քանի բանաձևեր, որոնցում խոսվում էր Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև Թբիլիսիում հանրահավաքների ժամանակ անկարգությունների համար դատապարտված անձանց անվանում էին քաղաքական բանտարկյալներ։ Եվ Վրաստանի ներկայիս կառավարությունը կոչվում է ինքնահռչակ։ Արդեն իսկ պարզ է, որ Եվրախորհրդարանը Եվրանեստ հարթակը վերածել է հարևան երկրներին շանտաժի ենթարկելու եւ իր նեղ քաղաքական օրակարգը բռնի կերպով պարտադրելու զենք։ Համապատասխանաբար հաշվի առնելով այս ուժերի թշնամական եւ նեղ քաղաքական մոտեցումը Եվրախորհրդարանում, Վրաստանի խորհրդարանի մշտական խորհրդարանական պատվիրակությունը այլևս չի մասնակցի Եվրանեստի նիստերին, գրել է Պապուաշվիլին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի նոր կազմը։ Այս մասին տեղեկացավ վարչապետի որոշումներից։ Ըստ որոշման հավելվածի հանձնաժողովի կազմը հետևյալն է. Մհեր Գրիգորյան, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի նախագահ, Կարեն Անդրեասյան, միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, Արմենակ Խաչատրյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Աննա Կարապետյան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, Վահան Կոստանյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Ռոբերտ Աբիսողոմոնյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Անուշիկ Ավետյան, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Արմեն Ղազարյան, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, Արմեն Սիմոնյան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Քրիստինե Ղալեչյան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Ավակ Ավանեսյան, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ, Արտաշես Թումանյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական, Ռաֆայել Գևորգյան, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Գևորգ Մանուկյան, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ, Եսայի Մկրտչյան, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, Դավիթ Սանամյան, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, Արտյոմ Սուջյան, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավար, Անահիտ Շիրինյան, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար, Սերգեյ Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության ԶՈՒԳ ռազմատեղագրական ծառայության պետ գեներալ-մայոր, Սահակ Սահակյան, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնացված փոխադրումների ապահովման վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայության պետ գնդապետ Կարեն Սարգսյան, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, Գոհար Աբաջյան, ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն, հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նոր անդամներ Կարեն Անդրեասյանը, Արտաշես Թումանյանը եւ Անահիտ Շիրինյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները որոշ փորձարկումներ կանցկացնի, միաժամանակ քննարկելով միջուկային փորձարկումների հնարավորությունը։ Լրագրողների հարցին, թե արդյոք կան ստորգետնյա միջուկային փորձարկումները բառացիորեն վերսկսելու ծրագրեր։ Շուտով ամեն ինչ կիմանանք, բայց մենք որոշ թեստեր ենք անցկացնելու, ընդգծել է պետության ղեկավարը։ Բուլղարիայի խորհրդարանի անդամները 135 կողմ, 4 դեմ եւ 42 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ քվեարկել են նավթամթերքի արտահանումը Եվրամիություն ժամանակավորապես արգելելու օգտին։ Այս մասին հաղորդել է Բուլղարիայի հեռագրական գործակալությունը, նշելով, որ արգելքը հիմնականում վերաբերում է դիզելային եւ ավիացիոն վառելիքներին։ Սահմանափակումները մտցվել են Լուկոյլի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման ֆոնին, որը երկրում միակ նավթավերամշակման գործարանի սեփականատերն է։ Խորհրդարանական մեծամասնության կարծիքով ձեռնարկված միջոցները կանխարգելիչ բնույթ են կրում եւ անհրաժեշտ են Բուլղարիայի էներգետիկ անվտանգության եւ վառելիքի ներքին շուկայի կայունության ապահովման համար։ Ընդդիմությունն իր հերթին առաջարկով հանդես եկած իշխանություններին մեղադրել է խոճապ սերմանելու մեջ։ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ երկրի նպատակն է վերադառնալ Կանադայի հետ առևտրային հարցերի շուրջ քննարկումներին, կարևորագույն հանքանյութերի, նավթի եւ գազի ոլորտում։ Միացյալ Նահանգները եւ Կանադան չեն պլանավորում վերսկսել առևտրային բանակցությունները։ Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ինչպես նշում է Reuters-ը, ամերիկացի առաջնորդը մեկնաբանությունն արել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունների ավարտի մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց, քանի որ Միացյալ Նահանգներում ցուցադրվել է կանադացի պաշտոնյաների կողմից վճարված գովազդը, որը քննադատում էր ներմուծման սակագները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին Էրիկ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում քաղաքականության մեջ ներգրավվելու եւ ապագայում նույնիսկ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։ Նրա խոսքերով ինքը լավ է հասկանում ամերիկացիների սպասումները եւ երկրի ներքին տրամադրությունները։ Ես չեմ ասում, թե չէի կարող զբաղվել քաղաքականությամբ։ Կարծում եմ կկարողանայի։ Ես հասկանում եմ այս երկրի տրամադրությունը, այնպես որ երբեք մի ասա երբեք, ասել է Էրիկ Թրամփը իր հոր կուսակցական միջավայրում ունեցած ելույթի ժամանակ։ Նա հավելել է, որ երկար տարիներ անմիջականորեն ներգրավված է եղել ամերիկյան քաղաքականության գործընթացներում։ Ես այնտեղ եմ եղել ամեն վայրկյան այդ ամերիկյան լեռնային ճանապարհների վրա, ասել է նա։ Ավելի վաղ Էրիկ Թրամփը հայտարարել էր, որ համոզված է, որ իր հայրը անպայման կհասնի դրախտ, քանի որ իր խոսքով Դոնալդ Թրամփը կանգնեցրել է մահն ու ավերումը ամբողջ աշխարհում։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով Հայկ Բաբայանը նշանակվել է ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, նոյեմբերի 1-ից գործարկվում է ոստիկանության գվարդիան, ոստիկանության 4 հենասյունային մասնագիտացված ծառայություններից մեկը։ Բաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների դեմ դատական ֆարսը։ Հաղորդվում է, որ հաջորդ նիստում կողմերը կներկայացնեն իրենց մեղադրանքները։ Դատարանի առաջ կանգնած են 15 հայ Արցախի նախկին նախագահներ՝ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի զուշշտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձիկ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադադ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը։ Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին են քննում։ Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Վայք շտաբ բուժօգնության բժիշկների խումբը ահազանգել է ոստիկանության Վայքի բաժին եւ հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտաբերվել է երեխայի դի։ Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթեն է, ըստ հարազատների երեխային հայտնաբերել են մահացած։ Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն, հանկարծամահություն, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննության դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի 10 անհատների եւ 31 ընկերությունների նկատմամբ, որոնք ըստ Կիևի աջակցում են ռուսական ռազմաարդյունաբերական համալիրին, ասվում է Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Հրամանագրի համաձայն պատժամիջոցներ են սահմանվել ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի արտադրողների եւ մատակարարների Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի բնակիչների 10 ֆիզիկական եւ 31 իրավաբանական անձանց նկատմամբ։ Դրանց թվում են ընկերություններ, դրանց ղեկավարները եւ սեփականատերերը, որոնք ներգրաված են Ռուսաստանի սարքավորումների եւ բաղադրիչների մատակարարման մեջ, խախտելով պատժամիջոցները։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Իրանի պետական մարմինների եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք Ռուսաստանին ռազմական սարքավորումներ են մատակարարել, ասվում է հայտարարության մեջ։ Պենտագոնը հաստատել է ամերիկյան հեռաարտոմահավ քրթիռների մատակարարումը Ուկրաինայի զինված ուժերին, հաղորդում է CNN-ը։ Պենտագոնը սպիտակ տանականաչ լույս է տվել Ուկրաինային հեռաարտոմահավ քրթիռներ մատակարարելու համար, գնահատելով, որ դա բացասաբար չի ազդի ԱՄՆ զինանոցների վրա, ասվում է հրատարակության մեջ։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է հեռուստաալիքը, զենքի փոխանցման վերաբերյալ վերջնական որոշումը մնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա։ Այսօր տեղեկատվական դաշտը լի է քաղաքական բախումների եւ տնտեսական մարտահրավերների մասին վերնագրերով։ Այդպիսի լուրերից մեկն էլ դարձավ հոկտեմբերի 29-ին հայտարարված իրադարձությունը, երբ Կրասնոդարի եւ Երևանի միջև երկնքում գծվեց եւս մեկ բարեկամության կամուրջ, այս անգամ օդային։ Fly One Armenian մեկնարկեց երկար սպասված երթուղով կանոնավոր չվերթներ։ Այն ծառայում է որպես կենթանի կամուրջ Ռուսաստանի ամենամեծ գյուղատնտեսական շրջանի եւ Հայաստանի հինավուրց հողի միջև։ Նոր երթուղին բացում է բոլորովին նոր հնարավորություններ գործարար համագործակցության համար։ 2024 թվականի վերջին Կուբանի եւ Հայաստանի միջև փոխադարձ առևտուրը կազմել է $136 միլիոն։ Կուբանը Հայաստան է արտահանում շաքար, արևածաղկի ձեթ, պարարտանյութեր, հրուշակեղեն եւ գյուղատնտեսական տեխնիկա, մինչդեռ Հայաստանը ներմուծում է ծխախոտ, մրգեր, խմիչքներ եւ վերամշակված արտադրանք։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը մնում է ռուսերի համար ամենաջերմ եւ սիրված վայրերից մեկը, մի երկիր, որտեղ հյուրերին դիմավորում են ինչպես ընտանիքի անդամի։ 2025 թվականի հունվարից օգոստոս ամիսներին հանրապետություն է այցելել ավելի քան 710,000 Ռուսաստանի քաղաքացի, ինչը կազմում է զբոսաշրջիկների ընդհանուր թվի 41%-ը։ Կրասնոդարից նոր չվերթը բացում է լրացուցիչ հնարավորություններ մշակութային туриզմի, պատմական վայրեր այցելելու եւ հարազատների հետ հանդիպելու համար։
Ես հեռանում եմ ավականուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Մասիսի քաղաքապետ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը ուղերձ է հղել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից, որում ասվում է. «Դիմում եմ ձեզ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի բանտախցից, որտեղ գտնվում եմ անթակույց քաղաքական հետապնդման հետևանքով։ Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում ձեր սատարման, ձեր ջերմության, ձեր հավատի եւ ուշադրության համար, որ դրսեւորել եք իմ նկատմամբ։ Գործող վարչախումբը օգտագործելով պետական համակարգի ռեպրեսիվ գործիքները չի մարսել մեր պատվախնդրությունը եւ հայրենասիրությունը, միաժամանակ ջանքեր գործադրելով զավթել երկրում ամեն ինչ։ Ես որպես Մասիս խոշորացված համայնքի գործող ղեկավար, քաջ գիտակցելով ձեր հանդեպ իմ ստանձնած պատասխանատվությունը, ընդգծելով իմ նվիրվածությունը ձեզ, Մասիսին եւ իմ թիմին, հավատարիմ մնալով նախընտրական ժամանակահատվածում իմ տված խոստումներին, զերծ պահելու համար համայնքի ղեկավարի պաշտոնը իշխանությունների կեղծ իրավական եւ վարչական խարտավանքներից, այսօր դիմել եմ դադարեցնելու ավականու անդամի իմ լիազորությունները։ Ես հեռանում եմ ավականուց, բայց չեմ հեռանում Մասիսից։ Խնդրում եմ համայնքային իշխանությունների հետ միասին շարունակել արարել, աշխատել, ապրել եւ արժանապատիվ հայ մնալ, հանուն մեր հայրենիքի եւ մեր երկրի ապագայի», ասված է Մասիսի համայնքապետի ուղերձում։ Անընդունելի են Հովանավանքի հարցը լուծելու այլ ուղիները, դրանք բախումների կարող են տանել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայրաթորի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Հովանավանքը սեփականության իրավունքով պատկանում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ շատ հստակ է, որ Հովանավանքում այսօր խախտված է տեղի օրինավոր սպասավորների ծառայությունը։ Փաստորեն հիմա այնտեղ մարդիկ ապօրինի ներխուժել են եւ ապօրինի գործունեություն են իրականացնում։ Այդ ամեն ինչը ժամ առաջ պետք է դադարեցվի, ասել է Տեր Եսային։ Նրա խոսքով Հովանավանքում ստեղծված իրավիճակը պետք է լուծվի իրավական եւ օրինական ճանապարհով միայն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ խմբագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու եւ հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։ Որոշման մեջ ասվում է. ղեկավարվելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու եւ հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին N905A որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի, ասված է Փաշինյանի որոշման մեջ։ ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների լիարժեք վերսկսումը կարող է տարիներ տևել, հաղորդում է The Washington Post-ը հղումանելով Նևադայի միջուկային փորձարկման վայրի նախկին աշխատակիցներին։ Հրատարակությունը նշում է, որ փորձագետները շփոթված եւ անհանգստացած էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջուկային փորձարկումների անհապաղ վերսկսման մասին հայտարարությունից։ Նրանք բացատրեցին, որ ԱՄՆ-ն կորցրել է ֆիզիկական փորձարկումների փորձը, քանի որ դրանք չեն անցկացվել ավելի քան 3 տասնամյակ։ Ժամանակակից միջուկային փորձարկումներն իրականացվում են համակարգչային սիմուլյացիաների միջոցով կամ այսպես կոչված ենթակրիտիկ փորձարկումներ են, որոնք ըստ էության ոչ միջուկային պայթուցիկ փորձարկումներ են։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Եվրամիության առաջնորդները եւ նրանց դաշնակիցները, որոնք աջակցում են Ուկրաինային, իրականում աջակցում են պատերազմին։ Կառավարության ղեկավարի խոսքով սա էլ ավելի է սրում իրավիճակը Եվրոպայում, այն մղելով դեպի լայնածավալ ռազմական հակամարտության, ով աջակցում է Ուկրաինային, աջակցում է պատերազմին, ասել է Օրբանը հավելելով, որ Եվրամիության առաջնորդները դեռևս մտադիր են ռազմական եւ ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, օգտագործելով եվրոպական երկրների բյուջեները։ Պատերազմը փող է պահանջում, երբ Բրյուսելը փող է ուղարկում Ուկրաինային, այն մեր փողերն է ուղարկում, նշել է վարչապետը։ Եվրոպացի առաջնորդները չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում։ Այսօր Եվրոպան գնում է դեպի պատերազմ, զգուշացրել է Օրբանը, համեմատելով մայրցամաքում տիրող քաղաքական իրավիճակը առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմների նախորդող իրադարձությունների հետ։ Նրա խոսքով միակ դրական զարգացումն այն է, որ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո Միացյալ Նահանգները խաղաղապահ դիրքորոշում է ընդունել եւ պաշտպանում է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այսօր պատերազմի մասին խոսում են եվրոպացիները, չնայած մենք խորհուրդ ենք տալիս նրանց դա չանել, ասել է վարչապետը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 31-ից 3-ը, նոյեմբերի 1-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 31-ից 3-ը, նոյեմբերի 1-ից 5-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 2-ից 3 աստիճանով։